Այդ հատվածը մեր ժողովրդի այսօր խորապես չի հասկանում, թե ինչա պետությունը կամ պետականությունը։ Պատկերացում չունի, կորցրել է հայրենա զգացողությունը, պետականա զգացողությունը։ Իդեպ ասեմ, պետություն չունեցող ազգերը որբ են, անտեր են։ Պետությունը քեզ նաև տալիս է իրավունքներ, քեզ տալիս է անվտանգության երաշխիքներ, պետության մեջ դու քեզ ամուր ես զգում, որովհետև դու ես տերը այդ երկրի, այդ երկիրն էլ քո տերն է։ Հիմա ուզում են դավարցնեն մեր ձեռքից։ Հիմա այդ եմ ասում։ Հիմա ուրեմն տեսեք, այն ազգերը, որ պետություն չեն ունենում, հեշտությամբ ենթարկվում են նաև ցեղասպանության։ Հрьяաները ցեղասպանության ենթարկվեցին, իդեպ 4 անգամ Եվրոպայում ավելի շատ հрья սպանվեց, քան մեր 6 միլիոն այնտեղ սպանվեցին, որովհետև պետություն չունեին։ Հիմա հрьяաները, որ ունեն ուժեղ պետություն, կարող է որևէ մեկը հрьяաներին նորից ցեղասպանության ենթարկվի։ Անհնար է, քավլիցի։ Նույնը հայերը։ Ուզում եմ ասեմ, պետություն չունեցող ազգը կորցնում է ամեն ինչ։ Կորցնում է իր ինքնությունը, կորցնում է իր տեսակի բարձր հատկանիշները եւ տարիների ընթացքում ուրիշ ազգերի մեջ ցիրուցան լինելով ցուլվում, վերջանում, վերանում է, որպես ազգ, որպես ժողովուրդ։ Պետություն ունենալը դա շատ կարևոր բան է, բայց ռուսները չեն ուզում, որ մենք պետություն ունենանք։ Պարզ ասում են, որ հայերը պետություն չպետք է ունենան, եւ այս վերջին բանը, ընտրությունները, դրա վառ ապացույցն են։ Նրանք իրանց ուրեմն ուղարկեցին իրանց լրտեսներին, ուրեմն եւ կոնկրետ, ուրեմն հրահանգով, կոնկրետ առաջարկով, որ պետք է ուրեմն մտնեք որպես դեսանտ, ուրեմն թափանցեք այդ պետականության ամրոցը եւ պայթեցնեք ներսից, որ Հայաստանի պետականությունը պետքա լինի ոչ թե հայերի ձեռքին, այլ Պուտինի ձեռքին։ Նրանք հավատարմության երթում են տվել, ստեղ որ իբր ախմախ հաղորդում հայտարարում են, թե գաղտնի պլան ունենք, այդ լրիվ հիմարություններ է։ Գաղտնի պլանը նա էլ, որ բացահայտվեց, որ դուք FSB-ի աշխատողներ եք, այդ եզրասով, կատողիգոսով, կալուգացի Սամվելով, մյուսներով, բոլորը միասին, ուրեմն KGB-ի կողմից հատուկ առաջադրանքով հրահանգով ուղարկվել եք, որ այս երկիրը ուրեմն բան անեք, բռնազավթեք եւ հանձնեք Վլադիմիր Վլադիմիրովիչին։ Բայց հիմա դրանք չի ստացվել իրաց մոտ, Ձախողվել են, որտեղ մեր ժողովրդի մեջ ինչքան էլ, այո, պետք է մենք ի դժբախտություն մեզ ասենք, որ փչացած հատված կա, մեր փրկությունը լինելու է ներսից, որտեղ ներսից ենք մենք փչացած, բայց ավելի շատ փչացածներից ավելի շատ ունենք առողջ հատված, առողջ, որոնք ուզում են պետություն ունենան, որոնք ուրեմն ծարս են գալիս, ասում են պետությունը չկպնեք պետությանը, մենք ենք տերը մեր երկրի։ Պետությունը գանձ է, պետությունը ուժ է, պետությունը հզորություն է, ուրեմն եւ այդ 700,000 ավել մարդիկ, որ քվե տվեցին, դրանք գիտագից խելացի աջակիցներն էին։ Ուրեմն դրանք հաստատեցին, որ հայերը առայժմ ուրեմն կարողանում են պետականության գաղափարը հայերը ոչ ամբողջությամբ հասկանալ ու գնահատել։ Եվ ուրեմն այդ 700,000-ը մեր ժողովրդի ամենամեծ հարստությունն են, մեր պետության եւ հետագա մեր պետության առաջընթացը, զարգացումը, թռիչքները պետք է կառուցվի այս 700,000-ի վրա։ Իսկ այն 500,000-ի վրա պետք է աշխատենք, որ նրանք այդ ստրուկ, վախկոտ, վաճառված վիճակից կամ վերափոխվեն մարդ դառնան, կամ էլ գնան, եթե պետություն չեն ուզում, թող գնան ուրիշ երկիր ապրեն, մեր այդ գործ չունենան։ Նրանք հավատարմության երթում են տվել, ստեղ որ իբր ախմախ հաղորդում հայտարարում են, թե գաղտնի պլան ունենք, այդ լրիվ հիմարություններ է։ Գաղտնի պլանը նա էլ, որ բացահայտվեց, որ դուք FSB-ի աշխատողներ եք, այդ եզրասով, կատողիգոսով, կալուգացի Սամվելով, մյուսներով, բոլորը միասին, ուրեմն KGB-ի կողմից հատուկ առաջադրանքով հրահանգով ուղարկվել եք, որ այս երկիրը ուրեմն բան անեք, բռնազավթեք եւ հանձնեք Վլադիմիր Վլադիմիրովիչին։ Բայց հիմա դրանք չի ստացվել իրաց մոտ, ձախողվել են, որտեղ մեր ժողովրդի մեջ ինչքան էլ, այո, պետք է մենք ի դժբախտություն մեզ ասենք, որ փչացած հատված կա,
մեր փրկությունը լինելու է ներսից, որտեղ ներսից ենք մենք փեչացած, բայց ավելի շատ փեչացածներից ավելի շատ ունենք առողջ հատված, առողջ, Որոնք ուզում են պետություն։ որոնք ուզում են պետություն ունենան, որոնք ուրեմն ծարս են գալիս, ասում են պետությունը չկպնեք պետությանը, մենք ենք տերը մեր երկրի, պետությունը գանձ է, պետությունը ուժ է, պետությունը հզորություն է, ուրեմն եւ այդ 700,000 ավել մարդիկ, որ քվե տվեցին, դրանք գիտագից խելացի աջակիցներն էին, ուրեմն դրանք հաստատեցին, որ հայերը առայժմ ուրեմն կարողանում են պետականության գաղափարը հայերը ոչ ամբողջությամբ հասկանալ ու գնահատել եւ ուրեմն այդ 700,000-ը մեր ժողովրդի ամենամեծ հարստությունն են մեր պետության եւ հետագա մեր պետության առաջընթացը զարգացումը թռիչքները պետք է կառուցվի այս 700,000-ի վրա իսկ այդ 500,000-ի վրա պետք է աշխատենք որ նրանք այդ ստրուկ վախկոտ վաճառված վիճակից կամ վերափոխվեն մարդ դառնան կամ էլ գնան եթե պետություն չեն ուզում թող գնան ուրիշ երկիր ապրեն մեր այդ գործ չունենան մեր նկատմամբ ռուսների ճնշումները անհամեմատ ավելի մեծ են քան Ադրբեջանի դա գիտեք ինչից է որտեղ Ադրբեջանը Ռուսաստանում չունի ռուսաստրուկ ծախված անազգան հայրենիք այն կարգի թափտպուկներ ինչքան որ մենք ունենք եւ որոնք որ փողի խաթեր իրանց ազնական շահի համար դուրս կգան իրանց սեփական պետության դեմ իսկ բանը ունի ռուսները դեմս հայերի ունեն լիքը այնտեղ ծախված հայեր որոնք որ իրենց ազնական շահի համար պատրաստ են ուրանալ եւ հայրենիքը եւ պետությունը եւ իրենց ազգի հատկանիշները Այսինքն Սամվել Կարապետյանը վերջինը չէ էլի կան մարդիկ ովքեր պատրաստ Այո շատ կան ոչ ամբողջությամբ Ռուսաստանում կան նաեւ շատ հասկացող գիտագից հայեր բայց կան նաեւ անգիտագից որ փողը դուր ազգ ասում որտեղ հաց այնտեղ կաց հայրենիք այլևս գոյություն չունի եւ պատահական չէր որ երբ որ ադրբեջանցի օլիգարխներին ուրեմն ճնշումներ գործադրվեցին Մոսկվայում այդ օլիգարխները չենթարկվեցին Պուտինին թեքեցին Պուտինի երեսին եւ հեռացան ուրեմն եւ զարմանալին որն է ուրեմն ադրբեջանցիները պետությունը որ ընդամենը 100 տարվա պատմություն ունի չէ կարողացել են հասկանալ պետության ուրեմն կարեւորությունը արժեքը իսկ մենք որ Քրիստոսի ծննդից առաջ աշխարհակալ պետություն ենք ունեցել Տիգրան Մեծի տարիներին եւ դրանից հենց առաջ ուրեմն մենք հենց մինչեւ հիմի չենք կարողանում խորապես հասկանալ թե ինչա պետությունը, ինչա պետականությունը, ինչա հայրենիքը, ինչա հայրենազգացողությունը այդ գործակալներին էլ պահում են իրանք մտածում են թե կարող է իրավիճակ փոխվի, կարող է ֆորս մաժորային դրություն առաջ գա, կարող է եսիմ մեկը հիվանդանա մեռնի կամ մեկը եսիմ փորձանքի կա, այդպես բաների ռուսական ձեռագիր իրավիճակ, որտեղ իրանք շատ բաներ են ստեղ արել, հոկտեմբերի 27-ին արել, մարտի 1-ին արել, իրանք մտածել են թե ժողովուրդը բանը նախ իր էլի ոնց ուզենանք հետները կվարվենք, պետքա կծեծենք, պետքա կսպանենք, պետքա կգրավենք, հետո իրանք հիմար մտածում են նույնիսկ որ ստեղ ռազմաբազա ունեն, այդ ռազմաբազան կարող է ինչ-որ տեղ խաղա, որ ոչ մի բան չի ներկայացնում իրանից։ Ռուսաստանը ընդհանրապես ամբողջ աշխարհում այսօր ոչ մի բան չի ներկայացնում։ Ժամ առ ժամ գնում է անկում։ Դատապարտված է կործանման, բայց այս ախմախները մտածում են որ կարող է չկործանվի։ Մեկ էլ տեսար չկործանվեց։ Մեկ էլ տեսար հրաշք եղավ, հրաշքներ չի լինում։ Արդեն ամբողջ աշխարհին հանել եք ձեր դեմ։ Ձեր տերերը կործանվում են։ Դուք եք տերերը որ կործանվեցին, սրանք ինչ են իրանից ներկայացնում այլևս։ Ոչինչ։ Սրանք չեն ունենում հենարան, չեն ունենա նաև փող։ Փողը ձեռներից կտանեն։ Արդեն տանում են։ Ռուսաստանում տեսեք ինչ է կատարում։ Փողերը տանում են, քաոս է սկսվելու մի ամսից։ Այս սրանք չեն հասկանում հələ։ Արդեն անտեր են մնացել, անտիրակալ։ Եվ զարմանալին որն է, ես այնօր նայում եմ տարբեր հաղորդումներ, ուրեմն Ռուսաստանի, նաև ոչ թե նայում եմ, Ռուսաստանից ես բարեկամներ ունեմ, մեկները մեկ կապի մեջ եմ, ասում եմ մաքուր ռուս ժողովուրդը, երիտասարդությունը ռուս։ Ուրեմն երազում է, որ Ռուսաստան պարտվի։ Նրանք ասում են Երանի
թող զոհեր լինեն, թող 2-3 միլիոն զոհ լինի, մենակ թե Պուտինը ջախջախվի։ Հեռանա, ջախջախվի, որտեվ բռնատիրական, սարսափելի բռնատիրական ռեժիմ է հաստատել Ռուսաստանում, քրեա օլիգարխ, ինչ է նշանակում, որ ինքը ոչ ազնիվ ճանապարհով, քրեական, ուրեմն բաներով հարստացել է, ծայրահեղ հարստացել է։ Հիմա երբ որ հարստացել է, սկսել է մի քիչ էլ լեկտիանալ, ասենք կոկորդիլոսներ պահել, անակոնդաներ պահել, ուրեմն ոսկե ջրել պատերը, արյուզների, բաներ, քանդակներ հանել, այն Քրկորյանը մի լավ խոսք ուներ, ասում է շքեղությամբ զարմացնում են նրանք, ովքեր ուրիշ ոչ մի բան չունեն զարմացնելու, ոչ խելք, ոչ նկարագիր, ոչ մարդկային բարձր իդեալներ, դրա համար ինքան այդպես բաներով զարմացնում են, որ ուշադրության մեջ հայտնվեն։ Հիմա թող ժողովուրդը մի բան վերջնականապես իմանա, որ ամբողջ աշխարհում քրեա օլիգարխան մենակ Հայաստանում չի, ուրիշ տեղ, Ռուսաստանում էլ ուրիշ տեղեր են։ Երբեք իր առաջ նպատակ չի տնում, որ ժողովրդի կենսամագարտակը բարձրացնի։ Տես նախընտրական էս քարոզչության ժամանակ ինչեր էին խոստանում 300,000 էս, 300,000 են, այսինքն, բայց այդ կեղծ է, ինչի մարա կեղծ։ Ընդհակառակ քրեա օլիգարխիան միշտ իր առաջ համար մեկ խնդիրը դնում է, որ ժողովուրդը ուրեմն անընդհատ իր փեշերից կախված, իր ձեռքը նայի, ենթարկվի իրան, դառնա իր հնազանդը եւ լյումպեն դառնա, լյումպեն։ Լյումպեն, այսինքն, բան, ոնց ասեմ, արդեն կենթանու նման մի բան։ Այդ դեպքում ինքը այդ օլիգարխը անվտանգ ազգում իրան, բայց եթե ժողովուրդը բարեկեցությամբ ապրի, չէ՞, մի օր պետք է սկսի արդեն 14 օր իրարից տարբերել, հաշիվ պահանջել, դրա դեմ նմոստանալ։ Դրա համար քրեա օլիգարխը, օլիգարխիան ընդհանրապես ժողովրդի բարեկեցություն երբեք չի ուզում։ Այս Ռուբեն Վարդանյանին, որ հանին Պուտինը հանեց ուղարկեց որ Ղարաբաղ, որ Արցախից էլ իշխանությունը վերցնի, հետո կա Հայաստան իշխանությունը վերցնի։ Տեսակ ինչ եղավ Ռուբեն Վարդանյանի վերջը։ Նույնը սրանք էլ են, արդեն ջախջախված են։ Թե դուք ինչ գործ ունեք, մտնում եք, այսինքն իրանք մեղք չունեն, իրանք չեն էլ ուզեցել մտնել։ Ստիպված են եղել։ Իրանք պարտադրել են, իրանք առաջ պարտադրել են իրանք տերերը։ Նրանք բան են, ստրուկ։ Այլապես ինչ կանեին, պարոն Մալխասյան։ Այլապես Խադարկովսկուն ինչ արին։ Ինչ ունեն ձեռից վերցնեն, իրանք բանդարկեին։ Ուրեմն ինքը սարսափելին ստրուկ լինելը չի։ Ամենասարսափելին ստրուկ լինելն է։ Հիմա սրանք եկել են, իրանք Պուտինի ստրուկներն են, ստեղ էլ իրանց են ստրուկներ, ուրեմն առաջ բերել։ Հիմա որ իրենց կուսակցությունից այդպես ակտիվ բոլորը մանդատներից հրաժարվեցին 105 հոգի նախորդին եւ հետո տեսանք որ 3 падգամավոր եւս դուրս եկավ նրանցից մեկը շատ տեսանելի դեմք էր երրորդ համարն էր ուժեղ Հայաստանի Գոհարը Մելոյան ինչով է պայմանավորված սա ներքին վախերի մասին է խոսում սա ինչպես իրենք են ասում իշխանության կողմից ճնշումների մասին է ճնշումներից են վախենում թե կարող է պարզվել որ այս մարդիկ ընդհանրապես գաղափարի շուրջ չէին համախմբված ընդհանրապես գաղափարի շուրջ չեն համախմբված եւ մի հատ խոսք կա, հին խոսք կա, ասում է գող, սիրտը տող։ Սրանք ուրեմն իրանք լավ ուսումնասիրել են, որ մինչեւ ընդրապայքարի մեջ մտնելը, որ իրանց առանց փողի ձայն տվող չի լինի։ Իրանք պետք է զբաղվեն իշխանագողությամբ։ Այսինքն եթե զբաղվում ես իշխանագողությամբ, ուրեմն հանցագործություն ես կատարում, չէ՞, ծանր հանցագործություն։ Հավ գողանալու համար դատում են, տան գողության համար դատում են, իշխանագողության համար չեն դատում,